Ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այլ նաև մի քանի այլ բժշկական կենտրոններում առաջիկայում այո տնօրենի փոփոխություն է լինելու։ Պետական ամենախոշոր հիվանդանոցներից երկուսի տնօրեններն աշխատանքից ազատվել են։ Արման Հովակիմյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը ղեկավարեց 7, իսկ Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը 6 տարի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացատրում ինչու է նրանց աշխատանքից ազատել։ Շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը եւ թիմերը ձևավորելու իսկապես լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ, կարծում եմ եկել է ժամանակը արդեն հաջորդ этаպներին անցնելու։ Բայց որ այդ հիվանդանոցներից մեկի տնօրենի հաստիքում ցանկանում են տեսնել ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախկին ղեկավար Նարեկ Զեյնալյանին, հաստատում է։ Զեյնալյանն ի դեպ այն падգամավորն է, որն ամիսներ առաջ մանդատը վայր դրեց վարչապետ Փաշինյանից ստացած SMS-ից հետո։ Այո, պարոն Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Իսկ ով կփոխարինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։ Նախարարն այս հաստիքի համար ցանկալի թեկնածուի անուն չնշեց։ Մեր տեղեկություններով շրջանառվում է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի անունը, որը Մեդիահաբին ասել է, թե նման առաջարկ չի ստացել։ Մինչ նախարարությունը լռում է, մամուլն է հիշեցնում։ Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ տարի ավելի քան 15 հիվանդանոց է ստուգել ու նաև այդ երկուսում բացահայտել այսպես ասած նվիրաբերությունների ֆոնդ։ Ըստ ՊՎԾ-ի այն բուժառուները, որոնց բուժման համար ամբողջությամբ կամ մասնակի վճարել է պետությունը, հիվանդանոցների հետ նվիրաբերության պայմանագրեր են կնքել ու լրացուցիչ գումար վճարել։ Հիվանդանոցների դրամարկղերում արված այդ մուծումներն անգամ հարկվել են։ ՊՎԾ-ն թեև իրավական խախտումներ չի արձանագրել, բայց հերթով զանգել են այդ քաղաքացիներին ու ասել, որ գնան այդ գումարները հետ ստանան։ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ազատությանն ասած խնդիրը սոցիալ-մշակութային ու բարոյականության դաշտում է։ Եթե պետությունը փոխհատուցում է պետպատվերով բուժվողների գումարները, ինչու պետք է նրանք լրացուցիչ մուծումներ անեն։ Վարչապետին զեկուցելուց հետո քաղաքական որոշում է կայացվել, որ տվյալ գումարները պետք է ամբողջովին վերադարձնեն այն քաղաքացիներին, ովքեր որ պետպատվերով ամբողջական փոխհատուցումից զատ նաև նվիրաբերության պայմանագրերի միջոցով լրացուցիչ միջոցներ են վճարել տվյալ կազմակերպություններին։ Խոսքը մոտ 20,000 բուժառուի ու շուրջ 1 միլիարդ դրամի մասին է։ Արդեն 700 բուժառու իրենց գումարները հետ են ստացել։ Այդ ֆոնդերը գործել են 2018-ի հեղափոխությունից հետո ու գրեթե բոլոր բժշկական կենտրոններում, ասում է առողջապահության նախարարությունում երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած Ծաղիկ Վարդանյանը։ Փորձագետը պնդում է, բուժծառայությունների շուկայական գներն ավելի բարձր են, իսկ պետությունը պետպատվերի շրջանակներում ավելի քիչ է դրա համար վճարում հիվանդանոցներին։ Օրինակ ույրաղիքի հեռացում մոտ 189-ի մինչև 200,000-ի կարգի մասին է խոսքը, փոխհատուցումը, բայց եկեք տեսեք, որ վճարովի ծառայությունը 350,000-ի մասին է խոսքը։ Հենց սա է դրթել, որ ստեղծվել է ինքնուրույն մի հատ հորինված մեխանիզմ, այսպես ասած լրացնելու համար այս գնային տարբերությունը։ Իրանք պետք է կարողանան զարգանան եւ շուկայական այս բարդ հարաբերություններում գոյատևել։ Ծաղիկ Վարդանյանը հարցնում է, իսկ այդ մուծումներից պետբյուջե մտած հարկերը վերադարձվելու են։ Վարդանյանը վստահ է, առողջապահության նախարարությունը տեղյակ է եղել, որ կլինիկաներում տարիներ շարունակ գործել են այդ ֆոնդերը։ Չգիտես ինչի շատ կողք է կանգնել, որ նախարարությունը այսպես տպավորություն ունեցի, որ կրթության նախարարության հետ գործում եք։ Դուք նաև ստանում եք նախահաշիվներ, հաստիկացուցակներ, գումարները ավելացել է, հաստատում եք այդ ամեն ինչը։ Բայց դուք չեք տեսնում, որ այստեղ ինչ որ տարօրինակ ավելացել է։ Մի հատ ուսումնասիրություն չեք անում, որ միայն շահութաբաժինը ծափահարելով չի։ Հարցնում է, ինչու նախարարությունը չի հայտարարում, որ այդ գումարներն այսպես թե այնպես կան։ Պարզապես հիմա այլևս դրամարկղով չի անցնի, այլ կմնան ստվերում, այսինքն բժշկի գրպանում, որպես պացիենտի շնորհակալության դրսևորում։